Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, մենք նոր առաջադրանք ունենք։ Սահմանամերձ Չինարի գյուղից մեզ հանձնարարել են գալ ոմա եւ անցնել նախնական լեռնահրացիկային պատրաստություն։ Պատկերացնում եք։ Դե Մերի ջան, տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Փորձենք։ Հագնենք համազգեստը եւ անցնենք առաջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ աղջիկներ ջան։ Եկել ենք կրակել սովորենք։ Եկել եք կրակել սովորեք, շատ լավ եք։ Առաջի հերթին կրակել սովորելու համար պետք է իմանալ, թե ինչա զենքը ու ինչպես պետք է վարվել իր հետ, հա։ Քանի որ իր անունը զենք է, ուրեմն հնարավոր է իրանով վնասել ինչպես հակառակորդին, թշնամուն, այնպես էլ ձեզ, հա։ Ու այդ անվտանգության կանոնները իհարկե վերաբերվում է ձեզ եւ ձեր ընկերներին, ոչ թե հակառակորդին։ Առաջի անվտանգության կանոնը զենքին միշտ վերաբերվել լիցքավորված։ Կապ չունի ինքը ինչ իրավիճակում է, կապ չունի բացա, փակա եւ այլ, ոչ մի բանը կապ չունի։ Կարևորը, որ մենք վերցրեցինք զենքը, մենք իրան պետք է վերաբերվենք լիցքավորված։ Հաջորդ կանոնը զենքը չենք ուղում այն ուղղությամբ, որտեղ չենք կրակելու, չենք պատրաստվելու կրակենք, այսինքն մարդկանց ուղղությամբ, եթե տվյալ մարդիկ մեզ թշնամի չեն, չենք ուղղելու այդ ուղղությամբ ու իհարկե ոչ միայն մարդկանց, նաև կենդանիներ եւ առհասարակ այն ուղղությամբ, որտեղ չենք պատրաստվում կրակենք։ Հակառակ դեպքում ես ուղղելու եմ զենքը կամ օդ, կամ ներքև, հա, այսինքն անվտանգ ուղղությամբ։ Երրորդ անվտանգության կանոնը մատը ձգանին չենք դնում մինչև կրակելը։ Չորրորդ անվտանգության կանոնը։ Այդ ամեն ինչը արել եմ, մատասել եմ, միջացել արդեն ձգանին, բայց մինչև այդ կրակ արձակելը ես պետք է ստուգեմ իմ եւ թիրախի միջև ընկած հատվածը եւ թիրախի շրջակայքը, որպեսզի ավելորդ որևէ բան չլինի, հա։ Ավելորդ թիրախներ չլինեն։ Սրանք փամփուշտներ են։ Այո, դրանք փամփուշտներ են, հատուկ նախատեսված այս զենքով կրակելու համար։ Իմիջայլոց սկզբից ստեղծվում է փամփուշտը, հետո նոր զենքը, որը պետք է կրակի այդ փամփուշտը։ Այսինքն եղել այս փամփուշտը, հետո որոշել են ինչ-որ մի գործիք, որը կկրակի այս փամփուշտը, հա։ Ոսկեգույն երևացող հատվածը ինքը գնդակն է, որը որ թռնում է մեր փողի մեջով եւ խոցում է թիրախին, այս ներքևի մասը գիլզա կամ պարկուճա կոչվածն է, որի մեջ տեղադրված է այն վառոդը եւ այլ նյութերը, որոնք օգնելու են մեր գնդակին թռնել։ Հա։ Բարբարով ասած, սա գյուլլան է, էլի, հա։ Սա գյուլլեն է, հա։ Գյուլլեն է։ Հա։ Նավշտերը դիր։ Երբ պետք է լսենք։ Հա։ Դու երբ կլսես։ Ոչ բան չեմ լսում հիմա։ Ինքը երբ որ ուղակի այսպես դնում ենք ակաժներին, ոչինչ չենք լսում, բայց եթե այս պտուտակը պտտում ենք եւ միացնում ենք իրան, մենք սկսում ենք լսել շատ ցածր ձայները, շատ հեշտ, այսինքն ես կամաց խոսելու եմ, դուք լսեք, հակառակը բարձր ձայները չենք լսելու արդեն, փորձեք։ Գնացին կրակելու։ Եկեք լիցքավորենք, այստեղ նոր գնամ։ Խնդրեմ։ Բարձր եմ խոսում։ Հասը հատ ենք լիցքավորելու։ Շատ լավ էլ ստացվում է։ Որտեղ ես սովորել։ Գործից հետո կրակում։ Գործից հետո հաց ես թխում, գործից հետո կրակում ես, լավ դու երբ ես քնում։ Վամպիրները չեն քնում։ Հա։ Այստեղից էլ կրակելու ենք։ Այսինքն ինչ դիրքով պետք է լինենք։ Նստած։ Չէ, իհարկե պարկած։ Պարկենք ստեղ։ Ով առաջին է։ Թե մեջքի վրա։ Փորի վրա, որ կարողանանք տեսնել թիրախը այն կողմն է, էլի։ Հա։ Մաստեղ պարկեմ։ Այո։ Ես եմ բայց առաջինը։ Առաջինը դու ես։ Հա։ Խիրես։ Դու լավից վատից տիրապետում ես։ Պպզած չի լինում։ Չէ, ձև չկա։ Հա։ Կարող պարկեմ քնեմ է։ Չէ, չեք հասցնի։ Ոնց պարկեմ։ Փորի վրա։ Պարկեք, որ թշնամին ձեզ չտեսնի։ Հա, ճշնամիկը։ Համոզեցի։ Սեփական անվտանգությունը միշտ ամեն ինչից վեր է լինում, չէ՞։ Հիմա ստեղ ինչ ենք տեսնում մենք։
նշանոց եւ նշանահատիկ։ Այ այն հեռվում 100 մետր մեզանից հեռու տեսնում ենք կանաչ սիլուետ, չէ՞։ Ինքը մարդու կրծքավանդակի սիլուետի նման է։ Ենթադրաբար գլուխն է, տեսեք այս սպիտակի կողքերի հատվածը գլուխն է, մյուսը ուսերն է ու մարմնի կրծքավանդակի հատվածը, հա։ Պայմանական պատկերացնում ենք, որ դա ձեր ամենավոխերիմ թշնամին է։ Ինքը պատրաստվում է ձեզ սպանի։ Գլուխը տեմ պոկելու դες։ Հա, բայց գլուխը պոկելու համար մենք պետք է մեր նշանը, նշանառումը, հա, պահենք իր ամենաներքևի հատվածին։ Որովհետև մեր փամփուշտը իր հետագծով դեպի վերև է գնալու, չէ, հետագծով դեպի վերև է գնալու ու հասնելու է ձեր պահած կետին 350 մետրում։ Իսկ մինչև 350 մետրը ինքը դեռևս վերև է լինելու։ Այսինքն եթե մենք պահենք ներքև, կպնելու ենք վերև։ Դա շորտ ուր գցեմ թևերից տակ։ Շորը ինչ ես անում։ Ցավասում է շոտ։ Որջ եմ Թևերի ասում։ տակ։ Այս արմունկները ստեղ։ Փետը։ Հո, Ինչ կարամ տամ ձեզ։ դա փափուկ քար։ Այս փակում ենք, Մի թե կտոր որտեղ է։ հայրենիքից հող տվեք դնեմ։ Այս փակում ենք, հեսա ձեզ մի բան կտամ։ Շնչում ենք հանգիստ, խորը, արտաշունչը վերջանալու պահին ձգանը քաշում ենք։ Ու շատ նուրբ ենք ձգանը քաշում։ Բարձա։ Դե փորձեք։ Հենց պատրաստ լինեք կրակել։ Վախենալու չէ, չէ։ Տպելա։ Հա, Ինչ իմացակ։ վստահ եմ։ Շուտ արագ, փախնի, էլ չենք ունենալ շանս իրան խփելու։ Արագ, շունչ, արտաշունչին կրակ, արագ։ Յա, այս բրծել է։ Բա ոնց, բրծած պետք է լինի։ Միշտ բրծնում է փամփուշտները ամենահետաքրքիր պահին։ 5 հոգու սպանել եմ։ Բայց որպեսզի մենք հասկանանք փամփուշտն է բրծել, թե զենքը ուղակի խափանում է տվել, մեզ պետք է հանել պայստատուփը դեպի վեր, շատ ապրես, դնում ենք ներքև, հասկացանք ստեղ չկա փամփուշտ։ Հիմա մեջն է պետք նայել, կա թե չկա։ Քաշում ենք, պահում, նայում այստեղ կա թե չկա, բաց ենք թողում, հենց ստուգիչ կրակոց դեպի թշնամին, Թշնամին։ ունենք թշնամի, ապովիչը փակ եւ վերջ, վարժությունը ավարտված է։ Եկեք գնանք ու տեսեք, քանի է թշնամիը փռել գետնին։ Ուրա աշկը ստենա։ Առնվազն 5 է։ 5, այո։ Ընտիր արդյունք, եթե տեսնում եք, այս շրջանագծերը միավորներով են, հա, նշված 10, 9, 8, 7 եւ այլն։ 10-ը նշանակում է մենք բռնել ենք կենտրոն ու հենց կենտրոնին հարվածել ենք։ Այսինքն ձեր ասած տարբերակով, եթե ես ուզում եմ մենակ աշկը հանեմ կամ ունքը հանեմ, դուք ստացել եք այդ տարբերակը, դուք խփել եք, հա, ունքը հանել եք դուք ստեղ։ Այս երկու տարբերակում ունքը չեք հանել, բայց ատամները փշրվել է, հա, հաստատ փշրվել է։ Այս տարբերակով ոտքին ա կպել 4-րդ կրակոցը, 5-րդ կրակոցից հասցրել ես փախնի։ Հիշում եք, որ ասում եք փախնում է, տերել է հենց, այո։ Դե, տեսնենք Հետը տեմար է։ առաջինը ինչա լինում։ Այ այդպես են Կրակեմ գնում արդեն։ մատը։ Խորը շունչ, արտաշնչին նշան առվում ենք ու կրակ։ Ընտիր, մատը ձգանից վերև, եթե չենք կրակում։ Կրակ։ Ապրես, գլխին կպար։ Ինչ գիտեք։ Զգում եմ։ Երկու հատ կրակել եմ, Ստեղից բայ։ երկու հատ ոչնչացրել եմ, հատ եմ ասում, Մնում է որտեղ հիմնովին իրենք մարդ ոչնչացնենք։ չեն։ Հա, թղթի կտորեն։ Այո։ Դրա համար երկու հատ սպանեցի։ Ընտիր, վերջի 3-րդ կրակոցը, կարծեմ 4-րդն էլ թե 5-րդն էլ այտենց եղավ, զենքը ուրիշ հարթության վրա էր, քո աշկը ուրիշ հարթության վրա էր, դու թուշը չէիր կպցրել, կողք էր։ Դրա համար ամենայն հավանականությամբ 2 կամ 3-ը չենք կպել, փուստ ենք տվել։ Ես համաձայն եմ։ Տեսնենք, հուսով եմ այդպես չի։ Տեսնենք։ Հուսով եմ ես սխալվում եմ։ Ունենք 2 խոցում։ Հիանալի պատկեր։ Մի ընտիր, քթին ենք կպել, փաստացի, հա? Հա։ Եվ
Մյուսը թշին են կպել, հա, կարելի է ասել, բայց տեսեք, փաստացի ստացվում է, որ ձեր նշանառումը ինչ որ մի բան սխալ է գնացել, որտեղ հիմնական փամփուշտները վերև ենք կպել, հա, պետք է կենտրոն կպնեինք, դրանից վերև ենք կպել։ Սկզբում հանում ենք փամփշտատուփը, չէ՞։ Դա Փամփշտատուփ։ Այո։ այս տատուփ, փամփշտատուփ ոնց են ասենք կլինի։ Բացում ենք, չէ՞։ Սենց ենք անում։ Ճիշտ եմ ասում։ Մենք կրակում ենք, հետո փակում ենք։ Այս դարը մենք լիսկա տապեցինք, հիմա Հետո էսի քանդելու համար մենք արդեն ապահովիչը բաց պետք է թողնենք, Հա, որ պետքա կարողանանք, բաց մնա։ հա, որ կարողանանք քանդել։ Բայց էսի պիտի հիմա հելներ, չէ՞։ Ահա մի քիչ որ ամուր սխմեք այդ հետևի մասից։ Ոչ լրիվ քանդում իրականացրեցինք, ինչ նպատակով, որպեսզի մաքրենք։ Այդ թոնգերույթ էլ մաքրի, հա։ Դե մաքրի։ Դու մաքրել ես նավես։ Շատ կարևոր եւս մի բան, որը մաքրելուց պետքա ֆիքսենք։ Պատերազմի ընթացքում կլինի, տարբեր վիճակում կլինի, եթե մենք զենքը օգտագործել ենք, մենք պետքա մաքրենք։ Բարև ձեզ, իմ անունը Սուրեն է, ես ՈՄԱ-ի առաջին հրանգիչներից եմ։ Այսօր մեր դասընթացի թեման լինելու է արյունահոսության թեման։ Առաջի հերթին պետք է արյունահոսությունը դադարեցնենք, իսկ արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է որոշ ինչ-որ բաներ, տեղեկություններ իմանալ, էլի։ Օրինակ, որոնք են զարգերակները ու երակները կամ որոնք են զարգերակային եւ երակային արյունահոսությունները։ Ոնց տարբերենք դրանք։ Դրանք արտաքինից չէ, կարծեմ, եթե արյունը մուգ գույն ունի, գույներով է, բայց առաջի հերթին, այո, շիթի տեսքով ենք մենք տարբերելու, թեկուզ հերվից եթե նկատենք, հերվից այդքան գույները չենք տարբերելու, եթե շիթ տեսանք, նշանակում է զարգերակային է, ու մեր գործողությունները պետք է ավելի արագ անենք։ Սկսենք գործնական աշխատանքը, ուրեմն վերցրեք արյունահոսություն դադարեցնող միջոցներից մեկը տուրնիկետ քեզ, լարանն էլ քեզ։ Հիմա ես մի հատ ցույց տամ ոնց ենք մենք մեր վրա դնում ու սկսենք մի հատ այդ գործնական աշխատանքը անել, լավ։ Սխմում եմ արյունա գալու, ճիշտ է այնտեղից։ Հիմա դուք բարձրացնում եք։ Էլի նենց ուշադիր նենց եք դնում, որ այս կարմիրը դեպի ձեզ լինի, հա։ այսինքն այսից կդնես։ Այսպես Անցկացրու։ Չէ, միանգամից անցկացրու։ Արյունա գալիս, արագացրեք։ Դու ես անում, ասում եմ Հիմա քանդի ես ձիգ-ձիգի։ Բայց արյունոթվեց, ոչինչ։ Ոչինչ։ Էլի պետքա բարձրացնենք, թե Չէ, ձգեք, ըհը, всё, ձգի կպցրու։ Մեռավ այս մարդը արագացրու։ սպասի մի մերի։ Ժամը դա կապելու ժամն եք գրում։ Այն ժամը, որ այդ գործողությունը տեղի է ունեցել, հենց այդ ժամն է գրվում։ Էդի լինելու է բժիշկների համար օգնություն, որ հասկանան հետո տուժածի հետ ոնց վարվեն։ Աղջիկներ, ուրեմն սովանելու եք ալպինիզմ, պարոնային աշխատանք, վայրեջք։ Մենք սկսում ենք հագնել գոտիները ալպինիստական ստորին հատվածի համար նախատեսված։ Հետո արդեն բարձրանանք վերև ու սկսենք իջնել։ Ոնց ենք հագնում։ Արե վախենում ես։ Հա, շատ։ Ես եմ թվում, դու խի ես վախենում։ Աղոթեք մեզ համար, խնդրում եմ։ Էսի փակում եմ, ոնց եմ փակում, սես փակում եմ էսի։ Չէ։ Չփակեմ հիմա։ Պարոնը անցկացնում ենք գործիքի մեջով։
Պարանոց խոսում են գործիքի Որ ձերքով եք իջնում։ Աչով։ Ուտնակը ֆրասում Այսինքն եք։ աչով է, ո՞նց եմ իջնում։ Որ ձեր։ Սենց բռնում եմ երկու ձեռով։ Չէ։ Համի Դուք ձեռով աշլիկ եք թե ձախլիկ։ Աշլիկ։ Աշլիկ, այսինքն ձեր ուժեղ ձեռքը աշն է։ Հա։ Անպայման իջնելուց առաջ գոռում ենք ապահովող։ Տեղում եմ։ Այս խոսակցությունը լսելուց հետո նոր մենք կամ ենք ստեղի ապահովումը քանդենք ու սկսենք վայրեջք իրականացնել։ Հիմա ուզում ես ապահովող։ Դու ինձ կպահես։ Խոստանում ես։ Բռնի պարանից։ Արա բարի առաջինը դու թռի վախում եմ։ Всё, հիմա ֆռում ես մեջքով։ Ոնց մեջքով։ Գոնե դեմքով ընկնեմ։ Չես ընկնի։ Մեջքի վրա ընկնեմ։ Հիմա։ Այս Հիմա ֆռում ես։ Ում ինչ խոսք ունեմ ասելու, մի հատ ասեմ։ Հալա բան չի լինի, գորգը փափուկ է։ Բայց այսքան վարչը չունես, ինչքան ուզում եմ փափուկ լինի։ Դու ընկնելու շանս չունես։ Չեմ Մի հատ ընկնի։ ընկնելու շանսն է, որ այստեղ դանակը պարանը կդրա։ Բանակ չկա, չէ։ Հա, կա։ Բանակ չկա։ Կա, ուղղակի պարանն եմ ափսոսում։ Ոնց կա։ Պահման եք, Արա չես կտրի։ չեմ թողի հանգիստ տեղից, տեղից չբռնես։ Всё, հիմա հետ ենք կախում, ձերքը Ձերս տուրին, ճլացել է, այս մի ձերքը տուրին, Ո՞ց վրա, ծախեմ չեմ իմանում։ վրա, ձերքը տուրին։ Հենց հիմա ես գալիս եմ։ Всё, Պահում ես ինձ, ապրես։ всё, գնացինք։ Աստված։ Այս ձերս չեմ զգում, այնքան թույլ է։ Ես չգիտեի, որ այսքան խզիկ եմ, անկեղծ եմ ասում։ Ղզիկ մերի։ 2 hours later. Всё, հիմա հետ ենք կախում։ Գնացինք հետ։ Մաննի ծանրությունը Սպասի, մի բրդի։ չեմ բրթում։ Սպասի, ձերով։ Բայց ես մի ձերով ես ո՞նց եմ ինձ պահելու։ Պատրաստ ես։ Ես պատրաստ չեմ, բայց գալիս եմ։ Ոտքերդ լայն ես պահում, լայն։ Ուսերիցդ լայն։ Հիմա հետ ենք եթում։ 1, 2, 3։ Всё։ Չես թողը, դու աջ ձերքդ հիմա պինդ պահում ես։ Չեմ կարող պահել։ Կարաս։ Սպասի։ Հիմա աջ ձերքդ, լսի, աջ ձերքդ թուլացնելով, աջ ձեր Ձերքս դլացնեմ։ կամած, բռունցքդ թուլացրու, կամած։ Չես ընկնի։ 1, 2, 3։ Կամաց։ Ճայսենք։ Սպասի։ Գլուխդ հետ բայ, մանմինդ գլուխդ Սենց։ գործիքից հետ Կավա։ բայ, այդ այնց։ Հեն հիմա թուլաս, կամած, թուլացնելով իշնում։ Էլի հետ, մանմինդ գլուխդ հետ գործիքից։ Ավելի հետ։ Հա։ Ավելի հետ չեմ կարա։ Կարամ ես մի ձեռով այս պարանից բռնեմ վերևից։ Ահա։ Մերի ու դու խզիկ չես։ Всё։ Всё, լավա։ Չեմ ընկնում։ Պահում Դե ես։ կասկետ ձախ ձեռքով բռնի, կասկետ։ Կասկես ոնց բռնեմ։ Հա, կասկ ձախ ձեր, այդ այնց, այդ էս բռնած իջի։ Հասնես երրորդ մասի չի։ Առաջի մաս եմ հասել։ Աստծի։ Ապրես։ Ապահովող, Տեղ։ ապրես։ Всё։ Ես ծաներ եմ։ Գործիքը հանում ենք։ Մեկը կբռնես։ Ցնենք, всё։ Հիմա աջ ձերքը մեջքի հետևը պահած, այս կողմը ֆռում ենք։ Չէ, սենց։ Հա։ Այսինց։ Այ արա, ինչ ենք անում։ Հա։ Հիմա Ոյ, գնա։ հա, ձերքը պահում եմ մեջքի հիմա։ հետևում Հա։ պահած, պինդ բացել է, չեք թուլացնում։ Գնացինք։ Ահա։ Всё։ Ոտքերը լայն ենք պահում, այդ այնց։ Իշնեմ։ Ոնց իշնեմ բա։ Լայն պահեք, դրեք պատի վրա։ Հիմա աջ ձերքը կամած թուլացնելով իջնում եք։ Ահա, հասկացա։ Կամած, հավեսի չենք ընկնում։ Ես խփում եմ։ Всё։ Всё։ Տեսար դեռ ինչ կար վախենալու։ Մի ժամ համոզում ենք, որ իջնես։ Ում։ Ինչ։ Հա։ Ջիա։ Հա, Ինչ խոսում ես աղջիկը։
Իրան չենք համոզում 10 ժամ։ Հա, Չէ, քեզ էինք համոզում։ Մերի խելքդ գցել ես։ Ես դուխով եմ։ Ով է Դուխով ու կասկով։ Մեկնաբանություններում գրեք թե ով էր դուխովը, ժողովուրդ ջան։ Ես։ Դե ինձ սիրելիներս, կատարեցինք նաև այս առաջադրանքը եւ փորձեցինք հնարավորինս տիրապետել ողջ մնալու արվեստին։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը։ Եթե դուք եք ուզում, որ ձեր առաջադրանքները կատարենք, ապա մեկնաբանություններում գրեք ոչ միայն գյուղի անունը, այլ նաև հստակ հանձնարարությունը։ Ձեզ հետ էր Մերին, Արևիկն ու Վահագնը։ Մերսի, որ սովորել եք իմ անունը։ Ծնունդ Վահագնի։ Կարդացել ես, Սովորել եմ։ ապրես։ Երկներ, երկին, Երկնեց եւ ծովը Ծիրանի։ Երկնի ծովում ուներ։ Խարտյաշ ես եղել մանուկ ժամանակ։ Հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե, հայլելելե, լելե, լելե։